Մարդկությունը չի գիտակցում, թե որքան քիչ ժամանակ է մնացել մինչև անդառնալիության կետը։ Յուրաքանչյուր նոր բնական անոմալիա ցույց է տալիս, թե որքան արագ ենք մենք մոտենում դրան։ Հաջորդ թողարկման մեջ կներկայացնենք կլիմայական իրադարձությունների միայն մի փոքր մասը, որոնք տեղի են ունեցել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ 2025 թվականի մարտի 5-ից 11-ը։ Ղազախստան։ Մարտի 7-ի երեկոյան Ալմաթիի բնակիչները ականատես եղան հազվագյուտ բնական երևույթի, ամպրոպով և կայծակով ուղեկցվող ձյան տեղումներին։ Ականատեսների վկայությամբ նրանք կյանքում առաջին անգամ էին նման դեպք տեսնում, իսկ ոմանք նույնիսկ որոտը շփոթել են մոտալուտ երկրաշարժի նշանների հետ։ Արևադարձային ցիկլոն Ալֆրեդ։ Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն սպասվում էր, որ Ալֆրեդ ցիկլոնը կցրվի օվկիանոսում, ինչպես սովորաբար տեղի է ունենում այն ցիկլոնների դեպքում, որոնք շարժվում են նմանատիպ հետագծով, բայց մարտի 4-ին այն հանկարծ շրջվեց դեպի արևմուտք և ուղղվեց դեպի Ավստրալիայի ափ, և 3 օր անց դուրս եկավ մայրցամաք Բրիսբենի շրջանում, երկրի ամենամեծ և երրորդ ամենաբնակեցված քաղաքում։ Արևադարձային ցիկլոնները հազվադեպ են թափանցում այդքան հեռու մինչև Ավստրալիայի արևելյան ափի հարավ, որտեղ գտնվում են խիտ բնակեցված շրջանները։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել կես դար առաջ։ Ցիկլոնի դանդաղ շարժումը ցամաք մտնելուց մի քանի օր առաջ առաջացրել է հորդառատ անձրևներ, փոթորիկների ալիքներ և ուժեղ քամիներ ափամերձ շրջաններում։ Քվինսլենդ նահանգում Գոլդ Քոսթ քաղաքը և նրա հայտնի ջրանցքների ցանցը առաջիններից են տուժել։ Ջրհեղեղը գետերի է վերածել քաղաքի փողոցները, իսկ վարարած ջրավազաններում հայտնվել են ցուլ շնաձկներ։ Բրիսբեն քաղաքում ընդամենը մեկ օրում տեղացել են 275 մմ տեղումներ, ինչն էլ դարձել է ամենաանձրևոտ օրը վերջին 50 տարիների ընթացքում։ Երկրի արևելյան ափի որոշ շրջաններում 5 օրվա ընթացքում ընդհանուր տեղումները գերազանցել են 1000 մմ, ինչը հանգեցրել է հանկարծակի հզոր ջրհեղեղների, իսկ ժամում 100 կմ արագությամբ ավերիչ քամու պոռթկումները տապալել են ծառեր և պոկել շենքերի տանիքները։ Փոթորիկը Քվինսլենդում առանց էլեկտրականության է թողել 330 000 տներ և ձեռնարկություններ։ Տարածաշրջանի պատմության մեջ ոչ մի բնական աղետ չի առաջացրել էլեկտրաէներգիայի ավելի մեծ անջատումներ։ Նոր հարավային Ուելս նահանգում ողբերգությունից խուսափել չհաջողվեց։ Դորիգո քաղաքում ուժեղ հոսանքը խլեց մի մարդու կյանք։ Արգենտինա։ Մարտի 7-ին Արգենտինայի կենտրոնական նահանգները տուժել են վատ եղանակային պայմաններից, որոնք ուղեկցվել են տեղ-տեղ ծայրահեղ, հորդառատ անձրևներով, ինչպես նաև ուժեղ փոթորիկներով, քամու և կարկուտի ուղեկցությամբ։ Ամենամեծ ավերածությունները տեղի են ունեցել Բայա Բլանկա նավահանգստային քաղաքում, որտեղ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տեղումների քանակը համարժեք է եղել մոտավորապես 5 ամսվա տեղումների քանակի։ Սրանով սահմանեց օրական նոր ռեկորդ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան նախկին առավելագույնը, որը սահմանվել էր 50 տարի առաջ։ Քաղաքի փողոցներն ու ամբողջ թաղամասերը վերածվեցին փոթորկոտ գետերի, որտեղ ջրի մակարդակը գերազանցել էր 1 մետրը։ Ջրի հզոր հոսքերը ստիպեցին մարդկանց ապաստան փնտրել տների տանիքներին և նույնիսկ ծառերի գագաթներին։ Իշխանությունները անջատել էին էլեկտրամատակարարման մի մասը, էլեկտրական ցնցումների վտանգը նվազեցնելու համար։ Դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել են գրասենյակներն ու պետական կառույցները։ Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, թռիչքուղու վրա ջրի կուտակման պատճառով։ Քաղաքի բնակիչները ցնցում էին ապրում իրենց տները ջրի ներթափանցման արագությունից։ Շատերը զրկվել են կահույքից, տեխնիկայից և անձնական իրերից։ Խանութների սեփականատերերը լուրջ վնասներ են կրել։ Աղետը ոչնչացրել է նրանց մանրածախ առևտրի կետերն ու ապրանքների պաշարները։ Լրջորեն տուժել է բժիշկ Խոսե Պենյայի անվան մարզային ինտենսիվ թերապիայի հիվանդանոցը։ Շտապօգնության մեքենաները մնացել են ջրի տակ ավտոկայանատեղիում։ Ջուրը լցվել է կարևոր բաժանմունքներ, այդ թվում նեոնատոլոգիա, և անձնակազմը ստիպված է եղել տարանել նորածիններին։ Բուժքույրերը անվտանգ վայրեր էին տեղափոխում դեռ սարքերին միացված նորածիններին։ Ավերիչ փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում։ Տուժած շրջաններից տարանվել է ավելի քան 1400 բնակիչ։ Մարդիկ վախի և անօգնականության զգացում են ապրել աղետի առջև, և ավերածությունների մասշտաբներն այնպիսին են, որ քաղաքի վերականգնման ժամանակացույցը մնում է անորոշ։ Հարկ է նշել, որ սա երկրորդ խոշոր կլիմայական աղետն է, որը հարվածել է Բայա Բլանկա քաղաքին վերջին 15 ամիսների ընթացքում։ Էկվադոր։
Դեռ 4 ամսից պակաս էլ չէր անցել, ինչ Էկվադորը տառապում էր ամենաուժեղ երաշտից, բայց այսօր երկիրը գտնվում է այլ ծայրահեղության մեջ, հորդառատ եւ երկարատև անձրևները դարձել են ջրհեղեղների, սողանքների եւ գրունտի փլուզման պատճառ։ Մարտին տարերքից հատկապես տուժել են երկրի արևմտյան նահանգները, որտեղ 22 գետեր դուրս են եկել ափերից, իսկ ևս 25-ում ջուրն արագորեն բարձրացել է։ 6 նահանգներում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Մարտի 8-ին Մանաբի նահանգի Պորտովիեխո քաղաքում 1 ժամ շարունակ ծայրահեղ անձրև է տեղացել, տեղ-տեղ ջուրը հասել է մեծահասակ մարդու պարանոցի մակարդակին։ Մարտի 10-ին հորդառատ անձրևները վնաս են հասցրել Էկվադորի հարավում գտնվող Լոհա նահանգին։ Քաղաքով հոսող Մալակաթոս գետը դուրս է եկել ափերից։ Հեղեղաջրերը փողոցներով քշել են մարդկանց և տապալել կամուրջը Սիմոն Բոլիվար այգում։ Այս տարվա փետրվարի սկզբից անձրևները վնասել են 16 կամուրջ, ավելի քան 23,000 տուն, ոչնչացրել հազարավոր հեկտար մշակաբույսեր և ոչնչացրել գրեթե 50,000 կենդանի։ Ցավոք, առնվազն 18 մարդ արդեն դարձել է աղետի զոհ, իսկ ընդհանուր առմամբ կան ավելի քան 83,000 զոհեր։ ԱՄՆ EF2 տորնադոն հարվածել է Ֆլորիդայի Սեմինոլ շրջանին մարտի 10-ի առավոտյան։ Քամու արագությունը գերազանցել է ժամում 185 կմ/ժ։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը որակել է այս տորնադոն որպես հազվագյուտ երևույթ կենտրոնական Ֆլորիդայի համար, որտեղ նման հորձանուտների միայն 10%-ն է հասնում EF1-ի և EF2-ի հզորության։ Տորնադոն մոտ 6,5 կմ երկարությամբ ավերածությունների հետք է թողել։ Լոնգվուդ քաղաքում 1 տուն ամբողջությամբ ավերվել է, ևս մի քանիսը լրջորեն վնասվել են։ Ամբողջ տարածքում տապալվել են ծառերը, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ցրվել աղբը։ Աղետի էպիկենտրոնում է հայտնվել Fox հեռուստաալիքի 35-րդ ստուդիան։ Ուղիղ հեռարձակման ժամանակ, երբ հաղորդավարը հայտնել է մոտալուտ սպառնալիքի մասին, տորնադոն հանկարծակի անցել է շենքի վրայով։ Բարեբախտաբար, շենքը դիմացավ տարերքի հարվածին և ներսում գտնվող մարդիկ մնացին անձեռնմխելի, բայց միևնույն ժամանակ թե ականատեսները և թե ալիքի հեռուստադիտողները իսկական ցնցում ապրեցին, թեև ցանկացած մարդ կարող է հայտնվել տարերքի էպիկենտրոնում։ Իսպանիա Մեկ այլ հզոր տորնադո մարտի 8-ին հարվածել է իսպանական Սևիլիա նահանգի Լա Ալգաբա քաղաքին, մեծապես վախեցնելով տեղի բնակիչներին։ Մարդիկ, ովքեր ծանոթ չէին այս երևույթին, տարերքի մռնչյունը շփոթեցին ինքնաթիռի կործանման հետ։ Քամին պոկել է տանիքները, վնասել շենքերն ու էլեկտրահաղորդման գծերը։ Հատկապես տուժել է արդյունաբերական գոտին։ Ընկերություններից մեկին հասցված վնասը, նախնական հաշվարկներով, գերազանցում է 200,000 եվրոն։ Ջերմաստիճանի անոմալիաներ Մարտի սկզբին Եվրոպան ապրեց ջերմային անոմալ ալիք, որի ընթացքում հաստատվեցին մայիսին ավելի բնորոշ ջերմաստիճաններ։ Որոշ երկրներում նորմայից շեղումները գերազանցել են 12 աստիճանը։ Խորվաթիայում մարտի 6-ին օդը տաքացել է մինչև +20 աստիճան Ցելսիուս։ Լիտվան գրանցել է ազգային օրական նոր ռեկորդ, +18,4 աստիճան։ Լատվիայում մարտի սկիզբը դարձավ ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ։ 5 օր անընդմեջ ջերմաստիճանը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Բելառուսում երկրի բոլոր 48 օդերևութաբանական կայաններում այդ ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան մարտի սկզբի բացարձակ առավելագույն ցուցանիշները։ Ուկրաինան նույնպես հայտնվել է ջերմային ալիքի էպիկենտրոնում։ Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ջերմաստիճանը գրեթե հասել է հուլիս-օգոստոս ամիսների ցուցանիշներին, որոնք տարվա ամենաշոգ ամիսներն են։ Բելգիայում գերազանցվել է 1892 թվականի ռեկորդը, +19,1 աստիճան Ցելսիուս։ Իսկ Մեծ Բրիտանիայում անոմալ տաք եղանակի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել Մեծ Մանչեսթեր կոմսության հավամրգի դաշտերում։ Տուրբուլենտություն Մարտի 8-ին երկնքում միջադեպ է տեղի ունեցել Turkish Airlines ավիաընկերության Դուբայ-Ստամբուլ չվերթի ընթացքում։ Որոշ ուղևորներ պատմել են, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռը հայտնվել է սաստիկ տուրբուլենտության գոտում, որը զգացվել է որպես հանկարծակի ազատ անկում։
Տուրբուլենտության դեպքերի աճ, փոթորիկների և արևադարձային ցիկլոնների անսովոր վարքագիծ, երկարատև երաշտներ, ծայրահեղ անձրևներ, քամու սովորական հետագծերի փոփոխություններ և ջերմաստիճանի հանկարծակի անոմալիաներ։ Այս ամենը օվկիանոս մթնոլորտային համակարգի դիսբալանսի արդյունք է, որն առաջացել է համաշխարհային օվկիանոսի ռեկորդային տաքացման հետևանքով։ Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, էլ ավելի ծայրահեղ կլիմայական իրադարձությունների ի հայտ գալը, որոնք դուրս են եկել նախկին նորմայի սահմաններից։ Այս գլոբալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է միավորել գիտնականների, քաղաքական գործիչների, բիզնեսի և, իհարկե, հանրության ջանքերը։ Համատեղ ջանքերով և ռեսուրսներով մենք կկարողանանք մշակել և իրականացնել համապարփակ լուծումներ։ Բայց կարևոր է հասկանալ, որ մենք պետք է գործենք միասին որպես մեկ մարդկություն։